Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք արևելագետ կոնֆլիկտաբան պարոն Արսեն Խարատյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խարատյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խարատյան, որքանով է ճիշտ ենթադրել կամ հաստատել, որ Չինաստանը ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել մեր տարածաշրջանին, ելնելով այն փաստից, որ Ադրբեջանը վերջերս Չինաստանի հետ սկնքեցին որոշ փաստաթղթեր ռազմավարական գործընկերության հետ կապված, արդեն երկրորդ հայտարարությունն ենք մենք լսում Չինաստանից բարձրաստիճան պաշտոնյաների, որ նրանք մեկ գոտի, մեկ ճանապարհ իրենց այդ ծրագրի մեջ խաղաղության խաչմերուկը նույնպես ներառում են եւ դիտարկում են։ Եվ այսպես, արդյոք այս ամենը վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանը Չինաստանի համար ուշադրության կենտրոն է դարձել եւ Չինաստանը ինչ որ շահեր ունի այստեղ իրացնելու, համեցեք։ Այո, կարծում եմ Չինաստանը նոր չէ, որ մեր տարածաշրջանում ակտիվ է, մենք տեսել ենք բավականին լուրջ ներդրումային ծրագրեր Վրաստանում արդեն իսկ, գիտենք նաև, որ ակտիվորեն քննարկվում է եւ կարծեք թե որոշ առումով քաղաքական իմաստով արդեն որոշում կա, որ Վրաստանի Սևծովյան Անապլիայի նավահանգստի ներդրումը հենց չինականը լինելու, խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարանոց ծրագրի մասին, այդ հատվածում խորը ծովային նավահանգիստ չկա, փոթի ծավալները նույնիսկ այդպեսին չեն։ Ճշգրիտ նշեցիք, որ Ադրբեջանի հետ եւս կնքվել է ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, ինչ բովանդակություն դա կունենա չգիտենք, բայց տեսանք Ալիևի հարցազրույցում չինական հեռուստաընկերությանը, երբ տեսանք նաև, որ պետական այցով էր այնտեղ, իսկ սա նշանակում է, որ բավականին լուրջ փաթեթ է քննարկվել հարցերի։ Կարող ենք այսօր փաստացի ասել, որ մեր հարավկովկասյան տարածաշրջանում միակ երկիրը, որը դեռևս ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունի Չինաստանի հետ, դա Հայաստանն է։ Այսինքն ակնհայտ է, որ Չինաստանը բնականաբար ակտիվ տեմպերով էլ ավելի երևոթական ներկայություն է ունենալու մեզ մոտ։ Սա վերաբերում է ձեր նշած մեկ ճանապարհ մեկ գոտի ծրագրին, որը այլ կերպ ասած նաև միջին միջանցքն է իր մեջ ներառում։ Այդ չինական այդ ծրագիրը նոր չի, այստեղ արդեն 2 տասնյակ տարի է լսում ենք Մետաքսի ճանապարհի վերականգնման մասին, այսինքն Շանհայից մինչև Լոնդոն, այս ամբողջը այդ մեծ խոշոր ծրագրի մաս է եւ բնականաբար, եթե մեր տարածաշրջանը, իսկ մեր տարածաշրջանը չի կարող չլինել դրա մաս, ուրեմն այստեղ նաեւ այո, ել ավելի ակտիվ նաեւ քաղաքական ներկայություն ենք տեսնելու Չինաստանի։ Չգիտեմ որքանով դա պետք է վերաբերի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին կամ հայ-ադրբեջանական բանակցությունների խաղաղության գործընթաց, դա դժվար է անվանել դեռևս, բայց ակնհայտ է, որ Չինաստանը ակտիվացնում է իր ներկայությունը, տեսանք նախորդ շաբաթ նաև Չինաստանի դեսպանի պաշտոնակատարի հայտարարությունը Հայաստանի հարավային հատվածով եւ խաղաղության խաչմերուկի հետ կապված հետաքրքրության մասին եւ պետք է ենթադրել, որ այստեղ նաև ներդրումային ծրագրերի մասին կարող է խոսք լինել։ Դեռ նախկինում իդեպ Հյուսիս-Հարավ ծրագրի որոշ հատվածներ չինական ընկերություններ են Հայաստանում իրականացրել եւ հիմա էլ իրականացնում են ճանապարհաշինության ինչ-որ հատվածներ եւ Չինաստանի համար այս տարածաշրջանը բնականաբար միշտ եղել եւ շարունակում է հետաքրքրության գոտի լինել, ինչպես նաեւ կենտրոնական Ասիայի այն երկրները, որտեղով դա պիտի անցնի Կասպից ծովի հատվածը դեսեր ծովով դեպի Եվրոպա, բայց վերադառնալով ակտիվությանը հետաքրքիր է իդեպ նաեւ որ Ալիևը այսպես ասած իր չինական այցի ընթացքում ասելիք ուներ Թայվանի մասով, հայտարարում էր, որ մենք միակ երկիրն ենք, որ այդ տարածաշրջանից, որը Թայվանը ոչ միայն չի ճանաչել, այլև բոլոր ռեզոլյուցիաներին Չինաստանի հետ է եղել եւ ուրեմն, այսպես ասած, քաղաքական կամ դիվանագիտական վաճառելու մի բան ուներ։ Մեր պարագայում չինական հետաքրքրությունների մասշտաբների մասին թերևս վաղ է խոսել, կարծում եմ, որ իհարկե հղում էր արվել խաղաղության խաչմերուկ կոչվածին, որը ենթադրում է, որ Չինաստանը առավել ակտիվ ներդրումային տրամաբանությամբ կարող է ներգրավել, եթե խաղաղության պայմանագիր լինի։ Իսկ արդյոք կներգրավվի խաղաղության գործընթացում որևէ դերակատարություն ունենալու տեսքով դժվարանում եմ ասել, միայն մի բան, որ վերջերս նախորդ շաբաթ իդեպ Միացյալ Նահանգներում հերթական
զարգացման գործակալության փակման լուրը եղավ 1000-ամյակի մարտահրավերների հիմնադրամի մասին էր, դրա նախկին առաջին Բուշի օրոք դեռևս նշանակված ղեկավարը Դանիլովիչը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ չի կարելի սա փակել, որտեղ սա հենց այն մեր միակ միջոցն է, որով մենք չինական էքսպանսիայի դեմն առնում ենք, եթե Չինաստանը մտնում է այս ճանապարհաշինության մեջ ինվեստիցիոն եւ վարկային ծրագրերով, պարտքի տակ փաստացի մտցնելով կամ պարտք ձևակերպելով, ապա մենք կարողանում ենք դաշնակիցներ եւ մեզ համար մտերիմ ընկերներ գտնել այսպիսի ծրագրերով, որոնք հետո ամերիկյան ինվեստիցիաներ են բերում։ Նկատի ունեմ, որ խաղը մեծ է բնականաբար եւ բոլոր խաղացողները ուշի-ուշով հետևում են գործընթացին, ուստի այստեղ եւս մեզ համար պիտի հասկանալի լինի, թե ինչպես են կարողանալու համադրել հնարավոր աճող ներկայությունը խոշոր խաղացողի ինչպիսին Չինաստանն է։ Այո, իմ հաջորդ հարցը ինձ դրան էր վերաբերում, կարելի ասել, որ հայ-ադրբեջանական, եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա Չինաստանի համար կանաչ լույս կարող լինել, այլևս խնդիր չունենա, խոչընդոտ չլինի եւ դա ինչպես կարող են գնահատել այլ խաղացողներ, դրան քանի որ մեր տարածաշրջանը ոչ միայն Չինաստանի համար է դարձել հետաքրքիր, այլ նաեւ նույն Ռուսաստանը կա, որը վաղուց արդեն հետաքրքիր է, այսպես ասենք, մեղմ ասենք, եւ արևմուտքը, այստեղ առանձին ես կխնդրեի դիտարկել նաեւ առաջ մենք ասում էինք արևմուտք, քաղաքական արևմուտք, առանձին, երևի եվրոպական երկրներն առանձին եւ արդյոք Միացյալ Նահանգները եւս ինչ որ շահեր կամ հետաքրքրություն են ունենալ։ Հարցս հետեւյալն է. արդյոք այդ երկրները, այդ խաղացողները, ինչպես դուք ասացիք, որոնք այդքան էլ ուրախացած չեն լինի, եթե Չինաստանի համար կամնաչ լույս բացվի այստեղ, վարվի այստեղ, հայ-ադրբեջանական այդ кейսի միջոցով խոչընդոտեն այստեղ խաղաղությանը եւ ուստի եւ նույն չինական ծրագրերի իրականացմանը։ Ես դժվար եմ պատկերացնում, թե այսպես ասած ուղիղ խոչընդոտող կարող է գտնվել Չինաստանի պարագայում, Չինաստանի քաղաքականությունը առնվազն մեր տարածաշրջանում եղել է մինչև այս փուլը առավելապես տարբեր ձևերի ներդրումների, վարկերի եւ տնտեսական ներկայության միջոցով, բայց նաեւ բավականին խոշոր ծավալների, օրինակ շինարարական գործ են անում Վրաստանում։ Օրինակ երկաթգիծը, որ կառուցվեց ախալքալակով գնացող, այսինքն Բաքու Կարս կտորը ամբողջ չինական ընկերություններով էր եւ ինչ որ մի կետում ակնհայտ էր, որ նրանցից ավելի ակտիվ աշխատող ներկայացված ընկերություններ դժվար է գտնել, որովհետեւ նաեւ գնային առումով կարողանում են ուրեմն բավականին շահեկան դիրքերում հայտնել։ Թուրքական ընկերություններ կան, որոնք որ հենց այս ոլորտում են աշխատում, բայց Չինաստանը կարծես թե առաջատար է։ Ես չգիտեմ, թե որքանով է բախումը լինելու, չգիտեմ, Ադրբեջանի միջոցով կամ այլ խաղացողի միջոցով կանխելու Չինաստանի ներկայությունը, այստեղ հարցը այլ տեղ կարող է լինել, ասենք, եթե ենթադրենք վաղը ունենք որոշակի հանգուցալուծում կամ համաձայնություն Հայաստանի հարավով անցնող երկաթգծի վերականգնման եւ այդ ճանապարհների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ ով է լինելու հիմնական ներդրողը, այսինքն Չինաստանը վստահաբար հետաքրքրություն ունենալու է այստեղ ներգրավվելու։ Գիտենք, որ Եվրամիությունը եւս հետաքրքրություն ունի հենց կոնկրետ այս կտորում ներգրավված լինելու։ Արդյոք այստեղ մրցակցային իրավիճակ է լինելու, թե համագործակցային։ Դրան պետք է գումարել եւ չմոռանալ Իրան-Չինաստան հարաբերությունները եւ Իրանի ներկայությունը այս հատվածում եւ թե որքանով են համադրվելու հետաքրքրությունները այս տեսանկյունից, բայց կարծում եմ, որ այսպես շատ ակտիվ ներկայանալու մասին դեռևս վաղ է խոսել, մի բան ենք տեսնում, որ այն, որ Չինաստանի հետաքրքրությունները անխուսափելիորեն պիտի այս մեր տարածաշրջանում նույնպես արտացոլվեն, եթե դա նախկինում ներդրումների կամ առանձին ծրագրերի կամ, չգիտեմ, դպրոցներ կառուցվելու միջոցով էր, հիմա արդեն ֆորմալ ինստիտուցիոնալ հիմքեր է ձեռք բերում, ուրեմն հավաստում այդ ռազմավարական փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, եւ ես համերակասկած չունեմ, որ մոտ ապագայում տեսնելու ենք համանման մի փաստաթուղթ նաև մեզ հետ։ Այո, արդեն կարծես թե այդ հարցազրույցներում նշված էր, որ Հայաստանի հետ մեծ առևտրային համաձայնագիր պատրաստում, լայն դիապազոնով, այսպես պայմանագրեր են պատրաստվում։ Այո, Վրաստանի հետ առանձին, Ադրբեջանի հետ առանձին, բայց եկեք դիտարկենք նույն այդ Վրաստանի նախագահի այցի ժամանակ Հայաստան եւ դրան
նից առաջ նաև Բաքվում էր գտնվում Վրաստանի Բարսասիջան ուրեմն պատվիրակությունը նրանք խոսում են Վրաստանի նախագահ խոսում է այն մասին որ իսկ ինչու ոչ ինչու մենք երեք մեր երկրները չմիավորվեն ընդհանուր ծրագրեր չունենան հարցս հետեւյալն է առանձին այո Վրաստան Ադրբեջան բայց իրատեսական համարում եք արդյոք որ ուժեղ հարավային Կովկաս լինի որ Հայաստան Ադրբեջան Վրաստան դիտարկվեն որպես ուժեղ միավորում եւ նորից նույն հարցը եւ արդեն նույն Չինաստանը հարավային Կովկասի հետ արդեն ծրագրեր ունենա ոչ թե հատ եւ նորից նույն հարցը արդյոք խանգարողներ կլինեն որպեսզի լինի ուժեղ հարավային Կովկաս ում կխանգարի կամ ում ձեռնատու կլինի ուժեղ հարավային Կովկասը Կարևոր հարցադրումներ արեցիք եւ Վրաստանի նախագահի այցի հետ կապված դրան նախորդած մեկ այլ հանդիպում կար հիշում եք նախորդ շաբաթ եռակողմ հանդիպում եղավ Թբիլիսիում փոխարտգործնախարարների մակարդակով Վրաստանը տևական ժամանակ է փորձում է առավել ակտիվ դերակատար լինել հարավային Կովկասում, իսկ Արցախյան վերջին պատերազմից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Վրաստանը տարբեր կերպերով ակտիվորեն փորձում էր դերակատարություն ստանձնել տարածաշրջանային այցեր ասած հարավկովկասյան տարածաշրջան ստեղծելու եւ փորձում էր լիդերություն որոշ իմաստով վերցնել, դա դժվար է լինելու հաշվի առնելով Ադրբեջանի կեցվածքը ոչ կային կեցվածքը, հա, այսինքն թիվ մեկներ դրող լինող Վրաստանում, այսինքն այդ ուժերի հարաբերակցությունը եւ տնտեսական եւ այսինքն Ադրբեջանը իրեն ավելի դոմինանտ է զգում ուզում է լինել անպայմանորեն եւ դա հաշվի չառնել Վրաստանը չի կարողանալու բայց սա չի կարևորն այն է թե ինչ օրակարգի շուրջ է այս եռակողմ հանդիպումը ես կարծում եմ որ դե մինչ այդ նաև հրապարակվել էր թե մոտավորապես ինչի մասին են խոսելու բնական ռեսուրսների կառավարում, գետեր եւ այլն, հա, այսինքն այն ինչ ֆիզիկական աշխարհագրությունն է մեզ թելադրում, հա, բնապահպանական ոլորտում գուցե ինչ որ խոսակցություն կամ համագործակցություն, բայց կարծում եմ որ պակաս կարևոր չի եղել դելիմիտացիայի հետ կապված խնդիրը, գիտենք որ հյուսիսում կան հատվածներ, որտեղ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հանդիպում են եւ գիտենք նաեւ որ այդտեղ էլ մենք դելիմիտացիայի հետ կապված վերջնական պատկեր չունենք եւ չենք ունեցել Վրաստանի հետ առանձին պատմություն է Ադրբեջանն ինքը խնդիրներ ունի Վրաստանի հետ այստեղ բայց այն կետում որի մասին խոսում եմ կարծում եմ եռակողմ համագործակցությունը այսպես թե այնպես մի օր պիտի լիներ հա այսինքն եթե մի օր պիտի ունենայինք սա դելիմիտացված սահմաններ դա պիտի լիներ ինչ է փորձում անել Վրաստանի հարավկովկասյան տարածաշրջան ձեր հարցին թե ով է դրա փչացնողը կամ ով կարող է դրա դեմ լինել ով է հետաքրքրված Արևմուտքը, եթե ընդհանրական ասենք, բայց հատկապես Եվրամիությունը իհարկե տևական ժամանակ հարավային Կովկասը դիտարկել է որպես ռեգիոն եւ իր քաղաքականությունը կառուցել է հենց այդպես։ Մի շարք տարբեր խողովակներ կան իհարկե։ Բայց իրեն ենթարկվող ռեգիոն, ճիշտ է։ Այստեղ ենթարկվելու հարցը չի, իր համար կանխատեսելի ասենք, հա, եթե պիտի նայենք այսպես միասնական այդ խնդիրը այդ միասնականության մեջ է։ Փորձել հասնել նրան, որ սա դառնա մի շուկա, եթե այդպես կարելի է ասել, որտեվ 10 միլիոնանոց Ադրբեջանը, 3 միլիոնանոց Հայաստանը, չգիտեմ 4 միլիոնանոց Վրաստանը առանձին ավելի պակաս հետաքրքիր են տարբեր ներդրումների, տարբեր ծրագրերի համար, մինչդեռ եթե դառնա հավաքական տարածաշրջան, որտեղ կանխատեսելի է, որտեղ ենթակառուցվածքները գործում են, որտեղ կա միջավայր, որը որ այսպես ասած կայուն է, հա, ես հիմա տնտեսական իմաստով եմ ասում, ապա դա իհարկե արևմուտքի համար հետաքրքիր է եղել։ Տևական ժամանակ փորձեր են արվել մեր երեք երկրները իրենց ունեցած ֆորմատներում տեղավորել միաժամանակ, նույն արևելյան գործընկերություններ, մինչ այդ Եվրոպայի խորհրդի անդամակցություններ, Վրաստանը մի փոքր շուտ ավելի, մենք Ադրբեջանի հետ ավելի ուշ, բայց սրանք վերաձևվել են, վերաձևակերպվել են, որովհետև մեծ էֆեկտիվություն չեն տեսել, որովհետև երկրները տարբեր ուղղություններով են գնացել, եւ քաղաքական իմաստով, եւ ժողովրդավարության մակարդակի տեսանկյունից, եւ որպես տնտեսական մոդելներ եւ այլն։ Հիմա ում է պետք հարավային Կովկասը որպես ռեգիոն, ում ոչ, ես կարծում եմ, որ առավելապես այդ ձեր ասացի տրամաբանության մեջ Օրինակ Ռուսաստանն էլ դեմ չի լինի, որ դա լինի, բայց իր ենթակայության տակ, ձեր ասած, հա։ Ինչու ոչ, թող լինի հարավային Կովկաս, բայց իմ համար լծակները իր ձեռքում։ Եվրամիության պարագայում տարբեր է, հա, բայց իհարկե ազդեցության խնդիրը կա։ Ազդեցության խնդիրը իհարկե կա, ավելին ասեմ, Եվրամիությունը վերանայում է իր ընդհանուր քաղաքականությունը, ընդլայնման ընդհանուր քաղաքականությունը
տեսանք Տաշկենտում տեղի ունեցավ այդ խոշոր գագաթաժողովը, որտեղ Եվրամիությունը փաստացի 12 միլիարդից ավելի ներդրման խոստում արեց, հա, Կենտրոնական Ասիան, որը նաև ի դեպ հեռու չէ նաև Չինաստանի հետ համագործակցության տրամաբանությունից, Եվրամիությունը ինքը հասկանում է, որ այդպիսի խոշոր խաղացողի հնարավոր չէ խուսափել եւ այստեղ կարող են նաև շահերի համընկումներ լինել, իհարկե բախումների պակասել չի լինելու։ Հարցն այն է, արդյոք ստեղծված նոր իրողությունների պայմաններում տարբեր ուժային կենտրոնների քաղաքականությունը կառուցվել է ռեգիոնալ տրամաբանությամբ, թե առանձին։ Հիմա օրինակ Չինաստանը քննարկեցինք, տեսանք, որ ակտիվացում կա եւ հետաքրքրություն կա, արդյոք սա որպես ռեգիոն է դիտարկվելու, թե առանձին է լինելու, կախված նրանից, թե որ երկրի հետ ինչպիսի գերակայություններ կան։ Բայց կրկնեմ, այստեղ հերո չի գնալու նաև նախորդ անգամ ձեր տաղավարում խոսում էինք եւ դուք արդարացիորեն կասկածամտորեն եք վերաբերում 3+3 կոչված ֆորմատին։ Այն նույն հարցը նոր պատրաստում էի ձեզ ուղղել էլի նորից։ Այո, այսինքն ինչ է ստացվում։ Դեռ պիտի տեսնենք, որտեղ Վրաստանը դեռևս չի մասնակցել, արդյոք ակտիվանալու է սա առաջիկայում եւ արդյոք Վրաստանը նոր դիրքորոշում է ցուցաբերելու։ Նա կտրականապես եւս մեկ անգամ հաստատել է իր չմասնակցությունը։ Դե հիմա կհասկանանք առաջիկայում, թե ինչ են ուզում ստանալ մասնակցելու համար, որտեվ դրա չմասնակցելը նախկինում արևմուտքի ճնշումների ներքո էր եղել։ Հիմա եթե չեն մասնակցելու, արդյոք կարողանալու են ինչ-որ մարդկանց անուններ սանկցիաների ցուցակից հանել։ Տեսանք պատվիրակություն գնաց Վաշինգտոն վերջերս, որը տնտեսական թիմներ, ֆինանսների նախարար էր գնացել եւ այլն, համաշխարհային բանկի հետ էր հանդիպում, իհարկե երկկողմ բարձրացիան պաշտոնյաների հետ հանդիպումներ չեղան, բայց Վրաստանը փորձում է այլ ճանապարհներով ճեղքել այն արևմուտքի կողմից ունեցած քաղաքական սանկցիաների տրամաբանությունը, որն առկա է, այսինքն չմասնակցությունը Վրաստանը վստահաբար փորձելու է վաճառել որպես մի բան, որի դիմաց ինչ-որ բան փորձելու է ստանալ արևմուտքից, իսկ առավելապես դա ճանաչմանն է վերաբերելու եւ գուցե 20-ից ավելի անունների այդ սանկցիաների ցանկը պաշտոնյաների, որոնք Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը վերահաստատեց, այսինքն այն հույսը, որ հիմա Թրամփը գալու է եւ ամեն ինչ շատ լավ է լինելու, շատ արագ փոխվելու են Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունները, դեռևս կարծես թե լուրջ արդյունքներ չի տվել կամ այսպես ասած նախընտրելի գործող վարչակարգի համար չի տվել, բայց 3 երակոմ ֆորմատում Վրաստանի ակտիվությունը ես վստահ եմ, որ Ադրբեջանի հետ նախապես կոորդինացված է եղել, ու նաև Հայաստանի հետ են խոսել եւ պիտի տեսնենք ու հասկանանք արդյոք այդ երակողմի չերևացող հետևում ինչ որ բան կանգնած է, թե դա իսկապես երակողմ է, որովհետեւ վստահաբար Թուրքիայի եւ Իրանի գործոնները կան, որոնք ուշի-ուշով հետևում են դեռ Ռուսաստանն էլ, ինչպես գիտեք, ամենօրյա ռեժիմով է նաև ակտիվորեն շարունակում ներգրաված եւ կա լինել մեր տարածաշրջանում, ուստի այս տեսանկյունից ինձ համար առավել հետաքրքիր է հասկանալ, թե այս նախաձեռնության իրական հիմքերը որտեղ են, որն է լինելու այն կոնկրետ օրակարգը, որի շուրջ երեք երկրները սկսելու են խոսել կամ համագործակցել, եւ ինչ էֆեկտիվությամբ է դա լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նշեցի ասելիքի սկզբում, Ադրբեջանն առաջին հերթին առանց իր դոմինանտությունը ճանաչելու դժվար թե համաձայնի այսպիսի ֆորմատներում ակտիվ դերակատար լինել։ Մինչև դիտարկենք այո 3 գումարած 3-ի գործոնը շատ մեծ է լինելու այս մեր կոնտեքստում, ինչ մասին խոսում ենք, բայց մինչ 3 գումարած 3-ին անդրադառնանք, եկեք նորից վերադառնանք այդ ուժեղ Հարավային Կովկաս եւ Վրաստանի այդ առաջարկությանը, որ այո, եկեք 3 երկրներս միասին մենք կարող ենք հաշտ ապրել եւ կարող ենք ծրագրեր անել։ Որքանով է անկեղծ, հարցս հետեւյալն է. արդյոք այդ ճանապարհային, տրանսպորտային եւ այլ հարցերում Հայաստանը կարող է լինել մրցակից Վրաստանի համար եւ Վրաստանը խոսքով ասի, այո, եկեք միասին աշխատենք, բայց գործով բոլորովին էլ հակված չլինի համատեղ ծրագրեր անել, քանի որ Վրաստան, Ադրբեջան այդ ուղիներ կան, տրանսպորտային, երկաթգծային եւ այլն, եւ եթե այստեղ հայտնվում է Հայաստան, կարող է ինչ-որ մի կերպ Վրաստանը շրջանցելով
գա եւ այստեղ լինի շահերի բախում, որքանով է անկեղծ եւ որքանով է իսկապես շահերի բախում չլինի, որքանով հնարավոր է որ շահերի բախում չլինի հարավային Կովկաս, ուժեղ հարավային Կովկաս կամ Կովկասյան միություն, հա, ներողություն, ինչպես էին ասում, Կովկասյան միություն, ինչպեսի գաղափար կար։ Անդերֆեդերացիան, որը 5 ամիս կյանք ունեցավ առաջին հանրապետությունից։ Դա առաջին հանրապետություն, հիմա էլ ինչ որ դրա մասին դա ավարտվեց։ Այո, համեցեք։ Ես չեմ ուզում հիմա միայն բացասական հատվածի մասին խոսել, ես ինքս տևական ժամանակ այսպես ասած դեմ չեմ եղել եւ նաեւ կարծել եմ, որ վերջի վերջո մենք իսկապես տարածաշրջան ենք որպես առանձին տարածաշրջան, հարավային Կովկասը նկատի ունեմ այս պարագայում, հա, այդ այստեղ նաեւ տերմինաբանությունն է շատ կարեւոր, հա, Անդերկովկաս, որը Ռուսաստանի դիրքից է, այսօր Կովկաս, որը մեր դիրքից է, իսկ եթե աշխարհագրորեն, ապա հարավային Կովկաս, ուրեմն ես կարծում եմ, որ սա հենց հարավային Կովկաս տարածաշրջանն է։ Հիմա Վրաստանը արդյոք խանդոտ կվերաբերի Հայաստանի ներգրավելուն հնարավոր խոշոր ծրագրերին, այո, ոչ միայն խանդոտ կվերաբերվի, այլև Վրաստանը ինքը շատ լավ հասկանում է, որ Արցախյան պատերազմի մեծ համար ողբերգական, բայց այսպիսի այս պահին եղած նոր իրավիճակի պայմաններում, եթե հանկարծ Հայաստան-Թուրքիա կարգավորում լինի, ապա իր կարևորությունը էապես նվազելու է։ Առաջին հերթին Հայաստանի համար է նվազելու, որովհետև մեր կախվածությունը Վրաստանից շատ լրջորեն է փոխվելու եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա էլ է ազդելու շատ կոնկրետ հարցերի շուրջ մենք ավելի ուժեղ դիրքերից ենք կարողանալու բանակցել, որովհետև այն մասշտաբի կախվածությունը, որ մենք այնուամենայնիվ ունենք Վրաստանից, նվազելու է։ Ես հիմա այսպես սարավ չեմ ուզում ասել, թե մենք չենք կարողանում լուծել մեր խնդիրները եւ ուրեմն լավ կլինի, որ Թուրքիայից ամենաբացի որ կարողանանք ամենևին փառք Աստծո մենք Վրաստանի հետ կարողացել ենք մինչ օրս պահել բավական լուրջ մակարդակ խնդիրները լուծելու եւ ինչպես գիտեք նաեւ անցյալ տարի կնքեցինք նաև ռազմավարական համագործակցության մասին առաջին անգամ պատմության մեջ փաստաթուղթ Վրաստանի հետ նախորդ փետրվարն էր, երկրորդ հարցն է թե ինչ բովանդակություն է ստանալու այս փաստաթուղթը։ Հիմա որպեսզի այսպես ասեմ, Հայաստան-Թուրքիա կարգավորման օրինակ, այս օրինակը ես սիրում եմ, որովհետև ինքը կարծում եմ, որ բավականին ցցուն է, 2008 թվականի հնգորիա պատերազմից հետո ռուս-վրացական առաջին բաներից մեկը, որը տեղի ունեցավ ընդհանուր տարածաշրջանի տրամաբանության մեջ, դա Հայաստան-Թուրքիա երկխոսության ակտիվացումն էր, Ռուսաստանն էլ դրան դեմ չէր։ Ինչու, որովհետև դրանով Վրաստանը թույլատնելու հնարավորություն կար եւ այլ իրավիճակում էին գործում, բնականաբար Ռուսաստանը ուներ իր տրամաբանությունը հնարավորինս վերահսկելի պահելու այդ գործընթացը, բայց սա մի փուլ էր, որտեղ մենք ակտիվորեն խոսում ենք եւ վրաց շատ գործընկերներ իսկապես լարված էին, որտեղ հասկանում էին, որ շատ մեծ լուրջ իրավիճակ է փոխվելու, բայց ռեգիոնալ, աշխարհաքաղաքական կամ խոշոր խաղացողների հետ կապերը մի կողմ դնենք, մենք տարածաշրջան դառնալու առաջին հերթին ցուցիչը կլինի կամ նշանները կլինեն այն, երբ կսկսենք իսկապես եռակողմ կամ երկրները ներառող խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել, օրինակ էներգետիկայի ոլորտում, հա, փոխադարձ կապվածություններ ստեղծելով։ Վրաստան-Հայաստանի պարագայում մենք ունենք այդպիսի մի ծրագիր, որ ցավոք շատ ուշանում է, որը վերաբերում է էլեկտրակայան կառուցելուն Լոռիում, որը երկու երկրների հաբերը, էլեկտրահամակարգերը կկապեն միմյանց, այս պայն Հայաստանը Իրանին է կապված, Վրաստանը Ռուսաստանին եւ այստեղ համատեղ հետաքրքրություն կա։ Իսկ այդպիսի կախվածություններն ու կապվածությունները նաեւ նվազեցնում են հնարավոր էսկալացիաները։ Հիմա որքանով է հնարավոր, որ ինչ որ արագությամբ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան համատեքստում այսպիսի բաներ լինեն, մեծ չի հավանականությունը, եթե չկա Հայաստան-Ադրբեջան կարգավորում, բայց կրկնեմ, այնպիսի ոլորտներում, որտեղ հնարավոր է իրոք ոչ շատ մեծ լուծումներ ունենալ, օրինակ դեբետի կառավարում, հա, այսինքն երեք երկրներով էլ անցնում է Հայաստանից սկսվում է, գնում է Վրաստանով, Ադրբեջանով, Կուր, Արաքս եւ Կասպից ծով։ Օրինակ այսպիսի ծրագրեր կան, որտեղ որը անմեղ կարող են լինել, հա, այսինքն ընդունելի բոլորի համար, այստեղ կարող է ինչ որ խոշոր բաներ լինել։ Այ արդյոք այստեղ Չինաստանը կարող է դերակատար դառնալ ինչ որ տարածաշրջանային խոշոր ծրագրերում, կարող է, սա հավանաբար առավելապես վարկեր են լինելու, եթե եղան ֆինանսական ներդրումներ, բայց այո, ես չեմ բացառում, որ Չինաստանի հետաքրքրությունն էլ է մեր տարածաշրջանը որպես տարածաշրջան դիտարկել առնվազն շուկայի եւ
ֆիզիկական աշխարհագրության տեսանկյունից։ Կա որևիցե իրավիճակ, որի պարագայում, որի դեպքում Ադրբեջանը կարող է այնուամենայնիվ վայր դնել իր այդ կեցվածքը, հրաժարվել այդ կեցվածքից եւ համաձայնվել, որ այո, կարելի է իսկապես համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի եւ Վրաստանի հետ։ Գուցե դա այն պահն է, երբ որ Ադրբեջանը հասկանա, որ նա չի կարող վերացնել Հայաստանի պետականությունը, օրինակ եմ ասում, կամ այնպիսի մի հրապուրիչ ծրագիր լինի հենց նույն այդ Հարավային Կովկասի 3 երկրների շրջանակներում, որը նրան ազատի, հիմա կգանք 3 գումարած 3, չէ, որ եթե լինի ուժեղ Հարավային Կովկաս իր այսպես կենտրոնաձիգ լինի, իրենք 3-ն էլ կարողանան ուժ ներկայացնեն իրենցից, նրանք կազատվեն նույն Ռուսաստանի այսպես ազդեցությունից, ինչու՞ չէ, Թուրքիայի ազդեցությունից, ինչ կարող է լինել, որպեսզի Ադրբեջանին ավելի ձեռնտու լինի համագործակցել Հայաստանի հետ, քան ցանկանալ Հայաստանի պետականության վղճանը։ Դուք նախանշեցիք մի կոնկրետ հանգամանք, որ քննարկվում է եւ շատ ակտիվ է քննարկվել հատկապես Վրաստանում, հատկապես Վրաստանի քաղաքական ինտելեկտուալային հատվածներում, որոնք Կովկասակենտրոն են, որոնք Կովկասյան տուն եւ այլն այս տրամաբանության մեջ են, որոնք ապնդում են եւ տևական ժամանակ առաջ են մղել այն գաղափարը, որ եթե մենք Հարավկովկասյան 3 հանրապետություններս իսկապես կարողանանք միմյանց հետ լրջորեն համագործակցել, ապա մնացած բոլոր խաղացողները ուզեն թե չուզեն դիրքավորվելու են այլ կերպ։ Սա մի մոտեցում է, որը շատ պոպուլյար է այնտեղ, վստահ չեմ, թե Ադրբեջանում դա մեծ ռեզոնանս է ստանում, Հայաստանում էլ առանձնապես ակտիվ չի քննարկվում այս հարցը, որոշ փորձագիտական շրջանակներում է խոսվում, տարբեր ֆորումներում, երբ հանդիպում ենք նաև քննարկվում է սրա հավանականությունը, բայց չեմ կարծում, թե սա քաղաքական դիսկուրսում էական խոսակցության թեմա է։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչպիսի պայմաններում Ադրբեջանը պատրաստ կամ համաձայն կլինի հավասարի խոսել, հատկապես հաշվի առնելով Ալիևի այս այսպես առավելապաշտական տրամադրությունը, որտեղ ինքն իրեն զգում է որպես մեկը, որը հիմա Ֆրանսիայի հետ է խոսում, Չինաստանի հետ է խոսում, Վրաստանի հետ էլ այդպես գործընկերություն է, բայց մենք գիտենք, թե ով է այստեղ տեր ու տիրականը տրամաբանությունն ունի այնուամենայնիվ, այսինքն ես չգիտեմ, թե դա ինչ փաթեթավորումով կարող է աշխատել իր պարագայում, հատկապես կրկնեմ հաշվի առնելով, որ իր համար հիմա գլոբալ հարցերում, անձամբ իր համար, էգոյի համար, գլոբալ հարցերում դերակատար լինելն ավելի կարևոր է, քան իրականում տարածաշրջանային ինչ-որ զարգացում ունենալ։ Հրապարակային մակարդակում ասում է, այո, իհարկե ես կողմ եմ, ինչի մասին է խոսքը, խոսենք եւ այլն, բայց կարծում եմ, որ ինքը առանձին կարգավիճակ է ուզելու ունենալ եւ այդտեղ ուժեղ դերակատար լինել, նաեւ չի ուզի որևէ կերպ խանգարել կամ խնդիր առաջացնել հենց նույն Ռուսաստանի կամ Թուրքիայի համար։ Այդ իմաստով բավական զգուշավոր է եւ եթե վրացական նարատիվի տրամաբանության մեջ, ապա դա առանձնապես հետաքրքիր չի Ռուսաստանին, ավելին Ռուսաստանը բավական ուղիղ դեմ է դրան, ուստի Ադրբեջանը եւս կշրջանցի այդտեղ ակտիվություն ցուցաբերել, չնայած նոմինալ կասի, որ դեմ չի այդպիսի համագործակցության, ես չգիտեմ կոնկրետ այդ ինչ պիտի լինի, որ իրենք շատ ցանկանան դա անել, կամ պիտի լինի արտաքին ճնշում եւ կամ ամենակարևորը, այո, հիմնական պայմանները հաշվի առնելով որևէ այլ դիրքին չխանգարելու պայմաններում ինչ որ համագործակցության ուղղություններ, որոնց նախահիմքերը կարող են դառնալ հենց այս երակոմ խոսակցությունները գուցե, բայց դրանք էական տեղաշարժեր դժվար թե ապահովեն, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եւ տնտեսական, եւ անվտանգային, եւ շատ առումներով քաղաքակրթականը ճշգրիտ բառ չի այստեղ, բայց պետական կառավարման ձևի տեսանկյունից մեր 3 երկրները բավականին տարբերվող իրավիճակում են, այսինքն Ադրբեջանը չմիացման կողմնակից է, unalignment, գիտեք, մենք դեռևս հապկում ենք, Վրաստանն էլ դեռևս չի հայտարարել, թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնում է։ Միևնույն ժամանակ
Վրաստանն ու մենք կարծես թե դեռևս դեպի Եվրոպա գնալու ինչ որ նախանշաններ ունենք, Ադրբեջանը դրանով առանձնապես հետաքրքրված չէ։ Դե դրանով գումարենք այն հանգամանքը, որ ինքը առանձին խաղում է նաև Արևմուտքի հետ խոսակցությունում, հատկապես Միացյալ Նահանգների, Իսրայելի հետ ուժեղ համագործակցությամբ, այստեղ Իրանի հարց կա եւ այսպես շարունակ, այսինքն բարդ է գտնել մի այսպես հստակ կետ, որտեղ մենք երեքս էլ ամեն ինչում համաձայն կլինենք։ Գուցե բնապահպանությունը լավ սկիզբ է։ Ուստի վերադառնում ենք մեր ամենաառաջին հարցին, քանի որ այսքան մենք ճյուղավորեցինք, որպեսզի նորից հասկանանք, թե ինչ պլաններ ունի նույն Չինաստանը տարածաշրջանում, նույն Արևմուտքը ասացինք մենք եւ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, եւ մենք հասկացանք համենայն դեպս այսօրվա մեր այս զրույցի որպես ամփոփում մենք հասկացանք, որ շատ դժվար է, որ եւ Ադրբեջանը եւ Վրաստանը, Հայաստանը այս պահին համենայն դեպս միացյալ Հարավային Կովկաս իրենց զգան, հարցից ձևով եմ ասում, դուք կասեք այո թե ոչ, եւ մենք շարունակելու ենք լինել 3 տարբեր պետություն, 3 տարբեր ուժեր, որոնց հետ խաղալու են եւ Չինաստանը, եւ Արևմուտքը, եւ Ռուսաստանը, եւ այդ տարբերության վրա էլ նրանք ուժ են ունենալու մեզ վրա ազդելու եւ այստեղ Հայաստանը ամենաթույլ վիճակում է գտնվում, այո թե ոչ։ Գիտեք, չէի այսպես ասած ես սրեցի ամբողջ եզրերը։ Կարծում թե այստեղ թույլի եւ ուժերի հարց է, այլ խնդիր է, որ արդյոք մենք համամիտ ենք այն մոտեցման հետ, որ որքան մենք բաժան ենք տարանջատված ենք, այնքան ավելի հեշտ է մանիպուլացնել, այնքան ավելի հեշտ է տարբեր ուժերի կողմից քաղաքականություն իրականացնել, իսկ եթե իսկապես գտնեինք համագործակցության տրամաբանություն եւ որպես միասնական գոնե կոնկրետ հարցերի շուրջ միասնաբար հանդես գանք, այդտեղ իսկապես կարող ենք ավելի հետաքրքիր դառնալ եւ ավելի կենսունակ շատ առումներով, հա։ Ես կասեի մի քանի այլ հանգամանք, տեսեք, մենք հիմա ունեցանք Հայաստան-Իրան զորավարժություն, հա, այդպիսի բան չէր եղել։ Ընդ որում, հա, դեռևս իրենք սահմանի այն կողմում ենք, մենք այս կողմում ենք, բայց Հայաստանը մի երկիր է դառնում, որը համ Իրանի հետ է կարողանում զորավարժություն անել, համ ԱՄՆ-ի, օրինակ։ Հա, Իրանի հետ հատուկ հարաբերությունները Հայաստանի պետք չի ստորադասել, ինչքան էլ որտեղ ոչ մեկ չունի այն հարաբերությունները, որոնք ունենք մենք, շատ ավելի շատ խնդիրներ ունեն Իրան-Ադրբեջան ֆրոնտում եւ այսպես շարունակ։ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները հնարավոր չի ստորադասել եւ ուրեմն այս իմաստով Վրաստանը թերևս այս պահին ամենախոցելին է հաշվի առնելով, որ այնպես չի, որ շատ ուղիղ աջակցություն ունի Արևմուտքից, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ կարգավորված չեն բավարար, ուստի Վրաստանը փորձում է ակտիվացնել եւ խորացնել մոդելավորումը հարավկովկասյան համագործակցության, որտեղ սա տեսանելի է, ինքն իրոք ունի հատուկ հարաբերություններ եւ կարող է ինչ որ հարցերում միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես ավելի շատ կուզեի տեսնել կոնկրետ ծրագրեր, որոնց տակ եւ ֆինանսական ներգրավվածություն կա եւ քաղաքական աջակցություն, որոնք որ կարող են եւ տարածաշրջանի ներսից ծնվել։ Դեռևս շատ այդպիսի բան չենք տեսել, հա։ Հիմա խոսեցինք Չինաստանի մասին, ինքը առանձին խոսելով ինչ որ մի տրամաբանության մեջ է դնելու, Եվրամիությունը նույնն է անում։ Ռուսաստանը շատ կցանկանար այդպիսի վիճակում լիներ եւ այսպես շարունակ։ Ասածս այն է, որ չնայած դեռևս մեծ օպտիմիզմ չկա հարավկովկասյան տարածաշրջանի տեսլականը ունենալու տեսանկյունից, բայց կարծում եմ, որ ընկալում կա, որ կարող է ինչ-որ կոնկրետ կետում մենք կարողանանք երեքով համատեղ հանդես գալ, չնայած կրկնեմ, հաշվի առնելով մեր ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը, այնուամենայնիվ հիմնական խոչընդոտը դա է մնալու։ Մի հանգամանք էլ եւ ավարտեմ, անկախ ամեն ինչից հարցեր են նաև առաջանալու դեռևս չկարգավորված հակամարտությունների տեսանկյունից։ Հարցեր են առաջանալու Աբխազիայի, Օսեթիայի հետ կապված, որը Վրաստանի համար կարևոր է լինելու, եւ այդտեղ նաև ուզենք թե չուզենք Ռուսաստանի դերակատարությունը անտեսել հնարավոր չի լինելու։ Դե այն մնացած բոլոր խնդիրների ամբողջությունն էլ որ կա, ասենք օրինակ ով կուզենար նաև այդպիսի տարածաշրջան, ես կարծում եմ որ Թուրքիան առանձնապես դեմ չէր լինի Հարավային Կովկասում
ենթակառուցվածի, որտեղ իրենք վստահ են, որ եթե դա լինի, իրենց ազդեցությունը էապես ավելանալու է եւ հենց սա է եղել իրենց քաղաքականության վերջին շրջանում։ Ոստի եթե այսպես քարտեզագրելու լինենք ով է կողմ հարավ-կովկասյան տարածաշրջանին, ով դեմ, այդ տրամաբանությունից նայելու դեպքում խաղացողների դերակատարությունն ավելի կհստականա։ Եվ վերջին այսպես դիտարկում հարցը ուստի ստացվում է այս պահին Չինաստանը կարող է եւ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի հետ առանձին հարաբերություններ կառուցելով կամ հստակեցնելով կամ առավելություններ ավելի խորացնելով մի ծրագրի շուրջ հավաքի այդ երեք երկրների տարանցիկ գոնե ճանապարհները։ Նույնը կարող է անել Եվրամիությունը, այդ դուք հիշեցրեցիք Սամարղանդում ֆոն դեր Լայենի հայտարարությունը, նրանք էլ կարծես թե նույն տրամաբանության մեջ են։ Այո, երեք երկրները առանձին են, բայց կարող են նրանց ծրագրի մեջ միավորվել։ Այստեղ թերևս երևի Ռուսաստանի դիրքորոշումն է կամ Ռուսաստանի դիրքերն են ավելի թույլ, որովհետև նրանք երեք երկրներին Վրաստանի հետ նրանք խնդիր ունեն, Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին մեկ ծրագրի շուրջ դժվար թե միավորեն։ Այդպես գուցե այդ ֆորմատով նույն Հայաստանի հետ կարող են աշխատել այդ երկրները։ Անկախ նրանից, թե մենք ինչ նախապատվություն ունենք Չինաստանի քաղաքականության նկատմամբ, մի բան պետք է հաշվի առնենք, խոշոր խաղացողներից թերևս միակ երկիրը, որը ուղիղ, այսպես ասած, գույն ցույց չի տվել մեր տարածաշրջանում կողմնորոշումը Չինաստանն է, այսինքն չունի որևէ ռեալ պրոբլեմ։ Եվ նաև առանձնապես մեր տարածաշրջանը ակտիվ ագրեսիվ քաղաքականություն չի իրականացրել Չինաստանի հարցում։ Օրինակ Լիտվայի նման երկիրը Չինաստանի հետ փչացրեց հարաբերությունները Թայվանի հետ խորացնելով ամերիկյան համագործակցության տրամաբանության մեջ, այդտեղ հսկայական բարգային ծրագրեր ունեցավ եւ այլ եւ այլ։ Նկատի ունեմ մեր ոչ մի քիչ ավելի լայն տարածաշրջանում կան երկրներ, որոնք Չինաստանի հետ հարաբերությունների դեգրադացիայով փորձել են արևմուտքի հետ հարց կարգավորել։ Մեր մոտ այդպիսի բան չկա եւ չի եղել, ավելին ասեմ, օրինակ Վրաստանը շատ ակտիվ վաճառեց իր ներքին ուրեմն սպառման քաղաքական տեքստերի տեսանկյունից Չինաստանի հետ խորացող հարաբերությունները ի հակակշիռ, եթե Եվրամիությունն ու ամերիկացիները չեն ուզում այդ խոսել, ռուսական շուկան էլ կամ Ռուսաստանի հետ էլ դեռ կարգավորիչ չի, ապա կա այդպիսի հսկայական շուկա եւ այսպես շարունակ, այսինքն Չինաստանն էլ ուրախ է այդպիսի դերակատար լինել։ Ոստի այս տեսանկյունից կարծում եմ, այո, իրենք ավելի պակաս քաղաքական կաշկանդվածություն ունեն դերակատարության տեսանկյունից, բայց կրկնեմ այստեղ մենք պիտի փորձենք ամենայն դեպս շահերի համադրման եւ ոչ հակադիր բևեռների տրամաբանությամբ առաջ շարժվել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ շատ մոտ ապագայում տեսնելու ենք նաեւ խոշոր ֆինանսական ներգրավվածություն, հատկապես ենթակառուցվածքների հարցում, հաշվի առնելով այն, տեսնենք դեռևս որտեղ Անակլիայի պորտը կարևորագույն է լինելու։ Դա ամենախոշոր ծրագրերից է լինելու չինական մեր տարածաշրջանում, բայց անգամ դա այդ ծավալները ապահովել չի կարողանում։ Հիմա եւ ճանապարհների ֆիզիկական հագեցածության եւ այլնի խնդիրը լինելու եւ իհարկե երկաթգծերի վերագործարկման։ Ուստի կրկնեմ, Չինաստանով սկսեցինք, Չինաստանով էլ կարծես թե փակում ենք, այո, տեսնելու ենք ել ավելի ակտիվ ներկայություն, չգիտեմ թե դա ինչ ձևեր է ունենալու բացի ֆիզիկական ներդրումները, ենթակառուցվածքներում հետաքրքրությունները, չինական ընկերությունների ավելացումը մեր ռեգիոնում, բայց այն հանգամանքը, որ ձեռքը հասավ նաև մեզ եւ ել ավելի ակտիվ, դա այլևս պետք է ընդունենք որպես իրողություն։ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ արբելագետ կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանն էր մեր զրուցակիցը այսօր, զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։